Սուրբ Պատարագի զանգերի ղողանջ եւ ջրօրհնքի կարգ փրկչի ծննդյան տոնին հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծնունդը։ Եկեղեցին ամուր է եւ անսասան վեհափառի պատգամը մայր տաճարից եւ վարչապետի պնդումը Սուրբ Աննայի բակում, թե եկեղեցին պետք է վերադարձնել ժողովրդին։ Խաղաղության սպասումն ու Ալիևի հոխորտանքը, թե Զանգեզուրի միջանցքը բացվելու է, անունը Թրիփլինի, թե ուրիշ մի բան։ Վաշինգտոնի հավակնությունը Գրենլանդիայի նկատմամբ կարող է բերել ՆԱՏՕ-ի փլուզմանը, զգուշացում Դանիայի վարչապետից։ Վենեսուելայի նախագահին եւ նրա տիկնոջը ձերբակալելուց հետո, որը կլինի Թրամփի հաջորդ քայլը, Վաշինգտոնը Իրանի ուղղությամբ է մատ թափ տալիս։ Խառնաշփոթ բուժ հիմնարկներում հիվանդը չգիտի ում դիմի, որ ծառայությունն է անվճար, որը վճարովի, առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգի ճեղքերը։ Տարեց տատիկ պապիկների աչքը ջուր կտրեց, խոստացված խնամքն ու ժամանցը կուշանան, կառավարության ձախողված ծրագիրը։ Եվ ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին, որտեղ ձյուն կլինի, որտեղ մերկասառույց։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի մեզ եւ ձեզ մեծավետիս։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, ամենակարևորի եւ դիտարժանի մասին։ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Քրիստոսի Սուրբ Ծնունդը, բոլոր եկեղեցիներում այսօր առավոտյան Սուրբ Պատարագ է մատուցվել, եկեղեցական կարգի համաձայն դեռ 3 երեկոյից ջրաքալույցի պատարագով է մեկնարկել տոնը։ Մարդիկ եկեղեցուց Բեթխեհեմյան աստղը խորհրդանշող լույսը իրենց տուն են տարել, հավատալով, որ Տիրոջ օրհնությունն են հասցնում իրենց օջախներ։ Այսօր օրհնված մյուրոնաջուր է բաժանվել ժողովրդին։ Օրվա խորհրդի եւ պատգամի մասին Սվետլանա Ավդիշյանի ռեպորտաժում։ Մայրաթոռում ղողանջում են զանգերը մարդկանց ավետելու Սուրբ Ծննդյան հայրապետական պատարագի սկիզբը։ Քրիստոնյա աշխարհի գլխավոր տոնն է, մայր տաճարում վեհափառ հայրապետի օրհնությունն է։ Միասնաբար փառաբանում ենք մեր Տիրոջն ու Փրկչին, ով ծնվեց եւ աշխարհ եկավ մեր փրկության համար։ Հունվարի 6-ի առավոտյան հայ առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնը։ Այսօրը քրիստոնյաները միմյանց Տիրոջ ծննդյան ավետիսն են փոխանցում եւ պատասխան ստանում։ Օրը երկու խորհուրդ ունի՝ Քրիստոսի ծնունդը եւ մկրտությունը։ Ինքը մկրտվելու ուղղակի մկրտության խորհուրդն է հաստատում, երրորդությունն է հաստատում եւ հետագայում ավետարանի մեջ տեսնում ենք, որ ասում է, ով որ ջրից հոգուց չծնվի, ինքը չի կարող երկնքի արքայությունը ժառանգել։ Հնչում է հրաշափառ Աստված շարականը, նախագահող հոգևորական է ամենայն հայոց հայրապետն է։ Վեհափառը թողություն է հայցում մեղքերի համար, ստանալուց հետո մատուցում սուրբ եւ անմահ պատարագը։ Սրբազան պատարագին հաջորդում է ջրօրհնեքի արարողությունը։ Վեհափառը խաչով, ապա մյուրոնով օրհնում է ջուրը։ Դա հենց Քրիստոսի մկրտության խորհուրդն է, խաչը ունեն դնում ենք ջրի մեջ, հանում այդ խաչով օրհնում ենք ջուրը, մեռոնը լցնում ջրի մեջ եւ օրհնված ջուրը բաժանում ենք հավատացյալներին օրհնության համար, բժշկության համար, որպեսզի դա լարիք լինի Աստծո ներգործությունը, այսպես խաղաղության մեջ լինի, հոգեվոր այսպես մխիթարության մեջ լինելու համար։ Սուրբ Ծննդյան տոնի վերաբերյալ քրիստոնյաների շրջանում թյուրըմբռնում կա։ Եկեղեցականի խոսքով շատերին թվում է, թե հանգուցյալներին պետք է այցելել Սուրբ Ծննդյան օրը, սակայն հունվարի 6-ին արգելված է գնալ գերեզմանատուն, որովհետև Սուրբ Ծնունդը ողջերի տոնն է։ Մենք ուրախության սեղանների շուրջ պետք է հավաքվենք, ոչ թե ասենք երբեմն գնում են նոր մահացածի, այսինքն ավելի շատ, այսպես ասենք, հոգեացի սեղանի շուրջ են հավաքվում, բայց ուրախության ավետիսն է միմյանց տանելու։ Սուրբ Ծննդյան հաջորդ օրը հունվարի 7-ին մեռելոց է, եկեղեցիներում մատուցվում է պատարագ ննջեցյալների հանգստության համար։ Այդ օրը մարդիկ այցելում են գերեզմաններ եւ խունկ ծխում։ Իսկ մինչեւ այդ այսօր տոն է։ Քրիստոնյաներն իրար ողջունում են։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի, մեզ եւ ձեզ մեծ ավետիս։ Սվետլանա Ավդիշյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։ Մայրաթոռ Սուրբ Էջմիածնի մայր տաճարում Սուրբ Ծննդյան պատարագի ավարտին հավատացյալներին ուղղված իր խոսքում ամենայն հայոց հայրապետը ասել է, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների եւ այս իրավիճակը ոչ միայն լուրջ հարված է մեր ազգի եւ պետության հեղինակությանը, այլև խորը վերք է համայնքների եւ հավատացյալների համար։
Վեհափարը հիշեցրել է, որ մեր եկեղեցին պատմության ընթացքում բազմիցս ենթարկվել է հալածանքների, անցել սոսկալի տառապանքների միջով, բայց երբեք հուսահատության գերի չի դարձել եւ չի սասանվել։ Հովվապետը աղոթք է բարձրացրել խնդրելով, որ խաղաղությունը թևածի ամբողջ աշխարհում, հայրենի մեր երկրում։ Հակառակ անօրինական ու կանոնախախտ գործողությունների մեր Սուրբ եկեղեցին իր բարեպաշտ ժողովրդով ամուր է ու անսասան, հավատարիմ իր տերունաշնոր կոչմանն ու առաքելությանը։ Հայոց եկեղեցին սուրբ է ու սրբարար, հիմնադրված մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Թադեոս և Սուրբ Բարթողոմեոս առաքյալների քարոզչությամբ, որպես մարդկանց քավարան, հրեշտակած բնակարան և տուն Աստուծո։ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամների հետ Երևանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում է մասնակցել Սուրբ Ծննդյան պատարագին, այնուհետև վարչապետը իր թիմակիցների հետ ուխտ երթի է դուրս եկել, քայլել դեպի Երևանի սրտում գտնվող Սուրբ Աննա եկեղեցի։ Այստեղ բակում նա ելույթ է ունեցել, ասել, թե կառավարությունը չի գործել, չի գործում և երբեք չի կարող գործել եկեղեցու դեմ, որովհետև կառավարությունը հայաստանյաց Սուրբ Առաքելական եկեղեցու հետևորդ է։ Փաշինյանն ասել է, թե եկեղեցին պետք է վերադարձնել ժողովրդին և մեկնարկում են եկեղեցու բարենորոգման օրակարգը։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու պատարագի կարգում բազմիցս հնչում է հետևյալ նախադասությունը. եւ եւս խաղաղությամբ Աստծուն աղաչեցուք։ Այս գրաբար նախադասությունը թարգմանաբար նշանակում է եւ խաղաղության համար Աստծուն աղաչենք։ Շատ խորհրդանշական բան է տեղի ունեցել, որովհետեւ մենք բոլորս շատ երկար ժամանակ խաղաղության համար աղաչել ենք Աստծուն։ Բայց ի վերջո եկել է այն պահը, երբ որ մենք հասկացել ենք, որ խաղաղության համար Աստծուն աղաչելու զուգահեռ մենք ինքներս պետքա մեր որոշումներով, մեր գործողություններով, մեր քայլերով ստեղծենք այդ խաղաղությունը։ Եվ այսօր Հայաստանի Հանրապետությունում ստեղծված է այդ խաղաղությունը, եւ մենք այսօր քայլում էինք Հիսուս Քրիստոսի մեր փրկչին ասելու, որ մենք ի վերջո գնում ենք քո պատգամի հետևից եւ մենք ստեղծում ենք խաղաղություն եւ մենք ոչ միայն աղաչում ենք քեզ այդ խաղաղության համար, այլ ինքներս մեզ ենք կոչում խաղաղության։ Տարվա մեկնարկին խաղաղասերի դիմակ հագած Ալիևը նոր հոխորտանքներ է հնչեցրել ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նա Սյունիքով ճանապարհը Զանգեզուրի միջանցք է անվանել, ասել թե կապ չունի, որ անունը Թրիփ է, միևնույն է դրանից էությունը չի փոխվում։ Նա ակնարկել է, թե ճանապարհը ուժով էր վերցնելու, լավ է, որ խաղաղ ձևով ստացվեց եւ որ միջանցքը Հայաստանի ինքնիշխանության սահմանափակում է ենթադրում։ Հայկական կողմում առաջնագծում ինքնիշխանության պահպանման հարցն է եւ մերժելի է մեր երկրի սուվերենության հետ խաղը։ Ինչ է սպասվում խաղաղության օրակարգին, Սիրանուշ Մուրադյանի անդրադարձում։ Մինչև հայկական կողմում Ադրբեջանի հետ խաղաղության քարոզն է թևածում, Բաքվից դարձյալ հոխորտանքներ ենք լսում։ Ալիևը չի զսպվում, նախորդին էլի ակլոր է կտրել Զանգեզուրի միջանցք ձևակերպումը գործածել։ Զանգեզուրի միջանցքի բացումն արդեն հաստատել է ԱՄՆ նախագահը, իսկ անվանումը կարող է փոխվել, սակայն էությունը մնում է նույնը։ Աշխարհը խառն է, Ալիևը կայուն իր պնդումներում։ Մասնագետները կանխատեսում են, որ նա չի հրաժարվելու իր ռազմավարությունից։ Նրա պատկերացմամբ Սյունիքի տարածքով ճանապարհի այնպիսի ռեժիմ է նախատեսվում, որը Հայաստանի ինքնիշխան իրավազորության էական սահմանափակում է ենթադրում վերահսկողության ու անվտանգության ոլորտներում։ Ավելի պարզ Ալիևն ասում է, անվանումը միջանցք ճանապարհ թե ուղի լինի, չի փոխում բովանդակությունը։ Ճանապարհը պաշտոնապես կոչվել է TRIP, Trump Road for International Peace and Prosperity, որ նույնն է թե Թրամփի ուղի միջազգային խաղաղության եւ բարգավաճման համար, բայց Ադրբեջանը համառորեն շարունակում է կիրառել Զանգեզուրի միջանցքի եզրույթը, ընդգծելով իր ախորժակը, թե Հայաստանի ինքնիշխանությունը այդ տարածքում էական սահմանափակումներ կունենա։ Ալիևը պահը բաց չի թողել Թրամփին էլ ռևերանսներ անելու, ասել է Թրամփի վարչակազմի իշխանության գալուց հետո իրավիճակն արմատապես փոխվել է։ Այսօր Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռներ են գնում, ճանապարհները բաց են եւ նույնիսկ ադրբեջանական նավթամթերքներն են արտահանվում Հայաստան։ Նա դիվանագիտական
հնարքներ է բանեցնում, գովաբանում է Թրամփին ու հնդածս միջանցքային իր ռազմավարությունը առաջ մղում։ Դա ես հոխորտալ եմ համարում։ Իրենք, այսինքն, այնքան էլ դերևս կողմ չեն այն ամենին, ինչ Միացյալ Նահանգների նախագահը երկու նախագահների Հայաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ համաձայնագիր ասեմ, խաղաղության հռչակագիր ասեմ, ստորագրելուց հետո հարցը դրանով ուրեմն ուզում են ավարտած լինել։ Իրենք այլ կերպ են բնականաբար հասկանում այդ միջանցքը։ Մենք գիտենք ինչպես հասկանալ այդ միջանցքի էությունը, այնուամենայնիվ այդ հոխորտանքը թող պահեն իրենց։ Ալիևյան նարատիվը ակնհայտորեն հակադրվում է հայկական կողմի դիրքորոշմանը։ Երևանը բազմիցս է բարձրաձայնել ինքնիշխանության պահպանմամբ սուվերեն երկրով անցնող ճանապարհների բացման անհրաժեշտության, միջազգային նորմերի պահպանության ու պաշտպանության մասին։ Ալիևը, նկատենք, իր այս ճանապարհին մենակ չէ։ Բաքվի հետ տանդեմի զույգ անկարանել լուրջ է այս օրերին։ Էրդողանը նախ բողոքեց Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ժողովրդահանրապետականներից, թե 44-օրյա պատերազմի ժամանակ մեջբերում երկրի թշնամիները Թուրքիային մեղադրում էին Ադրբեջանին աջակցելու համար։ Հետո էլ Էրդողանը զարկ տվեց երևակայությանը իր ընդդիմադիրների ու հայկական սփյուռքի վերաբերյալ դավադրության տեսություններ հյուսելով։ Սրանք նույն մարդիկ էին, ովքեր հայկական սփյուռքի հետ դավադրությամբ դեմ էին մեր կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությանը Ղարաբաղում 44-օրյա հայրենական պատերազմի ժամանակ։ Չեմ հավատում դրան, որ իրենք պիտի միանային, ուրեմն սփյուռքահայերը գործը համագործակցեն Թուրքիայի հետ, դա ես իմ աչքով տեսնեմ չեմ կարող հավատալ։ Որքան էլ մասնագետները անհեթեթություն համարեն թուրք ընդդիմադիրների հետ հայկական սփյուռքի գործակցությունը, միևնույն է Ալիևն ու Էրդողանը նույն կերպ, նույն ձեռագրով են համարում իրենց պնդումները։ Ավելին, խաղաղության խաղը բռնած հայտարարում են, թե համաշխարհային զարգացումներն ընթանում են այն ուղղությամբ, որ յուրաքանչյուր երկիր պետք է նախ եւ առաջ ամրապնդի իր ռազմական ներուժն ու անվտանգությունը։ Ալիևը բառացի է ձևակերպում ժամանակակից աշխարհում այլևս գոյություն չունի միջազգային իրավունք կոչվածը։ Թող բոլորը մոռանան դրա մասին։ Կա ուժ, կա համագործակցություն, կա դաշինք, կա փոխադարձ աջակցություն։ Սա նրա խոսքի վերջն է։ Եվ ուրեմն այս համապատկերում ուր է գնում խաղաղության օրակարգը։ Սիրանուշ Մուրադյան, ժամը լրատվական։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման երկրորդ հատվածում։ Վաշինգտոնի հավակնությունը Գրենլանդիայի նկատմամբ կարող է բերել ՆԱՏՕ-ի փլուզմանը, զգուշացում Դանիայի վարչապետից։ Վենեսուելայի նախագահին եւ նրա տիկնոջը ձերբակալելուց հետո որը կլինի Թրամփի հաջորդ քայլը, Վաշինգտոնը Իրանի ուղղությամբ է մատ թափ տալիս։ Խառնաշփոթ բուժ հիմնարկներում հիվանդը չգիտի ում դիմի, որ ծառայությունն է անվճար, որը վճարովի, առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգի ճեղքերը։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Փարիզում կայացել է Մակրոն-Զելենսկի հանդիպումը, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի նախագահները քննարկել են Ուկրաինայի պաշտպանական կարողությունների ամրապնդման հարցը, հիշեցնեմ, որ Փարիզում այսօր անցկացվում է Ուկրաինային աջակցել կամեցող արևմտյան առաջնորդների հանդիպումը, Զելենսկու հետ համաձայնեցնելու անվտանգության այն երաշխիքները, որ կարող են տալ Կիևին Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղության գործարքի դեպքում։ 3 տասնյակ առաջնորդների շարքում են Մեծ Բրիտանիայի եւ Իտալիայի վարչապետերը, Գերմանիայի կանցլերը, Վաշինգտոնից ժամանել են Թրամփի հատուկ բանագնաց Թիվ Ուիտքոֆը եւ Ջարեդ Կուշները։ Լրատվամիջոցները արդեն տարածում են առաջնորդների ընդունած Փարիզյան հռչակագիր կոչվող նախագծի նախնական տեքստը, ըստ որի կողմերը պատրաստ են Միացյալ Նահանգների գլխավորությամբ հրադադարի դիտարկման եւ ստուգման մեխանիզմ գործարկել, աջակցել Ուկրաինայի զինված ուժերին, բազմազգ խաղաղապահ զորքեր տեղակայել եւ ստանձնել պարտադիր պարտավորություններ Ռուսաստանի հնարավոր նոր հարձակման արձագանքելու համար։ Անկարա-Վաշինգտոն ուղիղ հեռախոսակապ Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների նախագահների միջև Էրդողանն ու Թրամփը քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունների զարգացումը, ռազմաարդյունաբերության ոլորտում, առևտրի խթանման քայլերը, ինչպես նաեւ Գազայում եւ Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումները։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ Թրամփը կվերականգնի ամերիկյան F-35 կործանիչների մատակարարումը եւ կչեղարկի Անկարայի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին 2019 թվականին, երբ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգեր գնեց Ռուսաստանից։
Գրենլանդիայի նկատմամբ Վաշինգտոնի հավակնությունները կարող են ավարտվել ՆԱՏՕ-ի փլուզմամբ, կարծիք է հայտնել Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը։ Եթե Միացյալ Նահանգները որոշի ռազմական ուժ կիրառել ՆԱՏՕ-ի մեկ այլ երկրի դեմ, ապա ամեն ինչ կավարտվի, նրա խոսքերն է մեջբերել Associated Press-ը։ Գրենլանդիայի կառավարության ղեկավարն էլ հայտարարել է աղետալի հետևանքների մասին, եթե Միացյալ Նահանգները որևէ ուժային գործողություն ձեռնարկի Գրենլանդիայի նկատմամբ։ Հիշեցնեմ, որ ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Գրենլանդիա կղզին Դանիայի ինքնավար տարածքը Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է պաշտպանական նպատակներով։ Իդեպ, պոլիտիկոյի աղբյուրները պնդում են, որ Գրենլանդիան վերահսկողության տակ վերցնելու գաղափարը կարող է իրականություն դառնալ արդեն 2026-ին, մինչև հուլիսի 4-ը Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակը կամ նոյեմբերի միջանկյալ ընտրություններին ընդառաջ։ Աշխարհը դեռ ցնցված է եւ չի դադարում քննարկել Վենեսուելայում Վաշինգտոնի իրականացրած գործողության նախագահ Մադուրոյի եւ նրա տիկնոջ ձերբակալության մանրամասները։ Մադուրոյի տան գրավման ժամանակ օգտագործվել են միկրոդրոններ, որոնք ստեղծել են ներքին տարածքի եռաչափ քարտեզ իրական ժամանակում։ Ամերիկացի զինվորները իրենց սաղավարտների էկրաններին կարող էին տեսնել, որտեղ են խոչընդոտները, թիկնապահները եւ անձամբ Մադուրոն, այսինքն փաստացի տեսնել պատերի միջով։ Օպերացիայի մասին մանրամասներ է հայտնել ամերիկյան կառավարության գլխավոր ռազմական խորհրդականը։ Վենեսուելայից հետո Թրամփը այժմ հայացքը սևեռել է Թեհրանին, նա զգուշացրել է, որ Իրանը շատ ծանր հարված կկրի, եթե նոր ցուցարարներ սպանվեն։ Նաիրի Մուրադյանն է հետևել տարեսկզբի միջազգային զարգացումներին։ Իրանում որքան էլ իրավիճակը լարված է, զոհեր կան, քաղաքացիները աջ ու ձախ ջարդում ու փշրում են, այնուամենայնիվ ըստ արևելագետների այնպես չէ, որ այդ երկրում անկառավարելի է իրավիճակը։ Ըստ վերլուծաբանների ակնհայտ է, Իրանում բողոքի ալիքի հետևում արտաքին հետքն է։ Մասնավորապես բավականին շատ տեղեկություններ կան սահմանամերձ շրջաններում զենքի, ռազմամթերքի, ապօրինի ներկրման դեպքերը եւ իրանական անվտանգության ուժերի կողմից դրանց բացահայտման եւ կանխարգելման դեպքերը։ Արտաքին հետքին բավականին ակնհայտ է, որովհետեւ կան եւ շահագրգիռ կողմեր, կան նաեւ հատկապես իսրայելական հատուկ ծառայությունների մասնակցություններ։ Թրամփի կոշտ եւ սադրիչ հռետորաբանությունը, թե եթե Իրանի իշխանությունները կրակեն եւ դաժանորեն սպանեն խաղաղ ցուցարարներին, ապա Միացյալ Նահանգները կհասնի նրանց օգնության, վերլուծաբաններից շատերի համար ձևավորել է այն տպավորությունը, թե ԱՄՆ նախագահը նախապատրաստում է հերթական ռազմական սցենարը, այս անգամ Իրանի ուղղությամբ։ Դա այն մասին է, որ Միացյալ Նահանգները խոստանում են նաև արտաքին աջակցություն, եթե Իրանի ներսում իսկապես մոբիլիզացվեն հասարակական լայն շերտեր, ինչը կարծում եմ իրական չէ, ռեալ չէ, որովհետև իրանական հասարակությունը հատկապես արտաքին միջամտության դեմ սկսում է մոբիլիզացվել իր պետության եւ իշխանությունների շուրջ։ Այդ պատճառով կարծում եմ այս պահին գոնե թե չկա այնպիսի ռեսուրսներ, որպեսզի Իրանը տեղի ունենա ռեժիմի տապալում։ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային իր հերթին հայտնել է, որ Իրանի զինված ուժերը շարունակում են լիակատար զգոն լինել եւ ուժեղացնում են իրենց պատրաստվածությունը, մեկնաբանելով Իսրայելի կողմից Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների վերաբերյալ լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունները, Բաղային հայտնել է, որ Իրանի դեմ իրականացվող հոգեբանական պատերազմն ու մեդիա քարոզչությունը հակառակ կողմի ռազմավարության մաս են եւ նոր չեն։ Մեզ համար կարևորն այն է, որ մենք լիարժեք զգոնությամբ հետևում ենք մյուս կողմերի գործողություններին եւ մեր զինված ուժերը չեն ցուցաբերի անգամ նվազագույն անփութություն կամ զիջում, եթե խոսքը վերաբերվի Իրանի ինքնիշխանության եւ ազգային ամբողջականության պաշտպանությանը։ Օդում, ջրում թե ցամաքում ամերիկյան եւ ընդհանրապես միջազգային լրատվամիջոցները ուղիղ եթերներով ցուցադրում են Միացյալ Նահանգներում Վենեսուելայի նախագահ Մադուրոյի եւ կնոջ ինքնաթիռներով եւ ուղաթիռներով մի վայրից մյուսը տեղափոխվելու կադրերը։ Այդ ընթացքում աշխարհի տարբեր անկյուններից գնահատականներ են հնչում Վենեսուելայում ԱՄՆ իրականացրած օպերացիային։ Նյու Յորքում ՄԱԿ-ի Կարակասում անցկացված գործողությանը նվիրված անվտանգության խորհրդի արտակարգ նիստում ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը դատապարտելով
Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի միջազգային ագրեսիայի ակտը այն որակել է ավազակություն։ Չի կարելի թույլ տալ, որ ԱՄՆ հաստատվի միջազգային դատավորի դերում։ Կարակասում ԱՄՆ-ի ցինիկ հանցագործության համար արդարացում չի կարող լինել։ Մադուրոն եւ նրա կինը պետք է ազատ արձակվեն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ըստ միջազգային լրատվամիջոցների 4 պահանջ է ներկայացրել Վենեսուելայի առաջնորդի ժամանակավոր պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսին, որոնցից Նիկոլաս Մադուրոն հրաժարվել էր։ Ռոդրիգեսից ակնկալում են, որ նա միջոցներ ձեռնարկի թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը կանխելու ուղղությամբ Վենեսուելայից վտարի Վաշինգտոնի նկատմամբ թշնամաբար տրամադրված գործակալներին։ Բացի այդ, Վաշինգտոնը Ռոդրիգեսից պահանջում է դադարեցնել նավթի մատակարարումները ԱՄՆ-ի հակառակորդներին։ Վաշինգտոնում վստահ են, որ նա կկատարի ԱՄՆ-ի պահանջները։ Մարկո Ռուբիոն խոսել է Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսի հետ։ Ռոդրիգեսը համաձայնել է համագործակցել ԱՄՆ-ի հետ։ Ռոդրիգեսն արդեն երթվել է որպես նախագահ։ Նա երկար զրույց է ունեցել Մարկոյի հետ եւ ասել է. «Մենք կանենք այն, ինչ ձեզ պետք է»։ Նա ընտրություն չուներ։ ԱՄՆ-ն Վենեսուելայում արտաքին կառավարման ինչ-որ ձև է քննարկում, մինչև նոր ընտրությունների միջոցով կձևավորվեն նոր իշխանություն։ Այդ ընթացքը երկար կտևի, եւ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն կլինի արտաքին կոմիսարը Վենեսուելայում։ Այս պահին սակայն հայտնի դեմքերը, որոնք պետք է հավակնեն Վենեսուելայում իշխանության գալուն, համենայն դեպս չունեն Միացյալ Նահանգների աջակցությունը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Իրանի պաշտպանության գերագույն խորհրդի քարտուղարությունը կոշտ հայտարարությամբ է արձագանքել սպառնալիքների սրմանը եւ երկրի ներքին գործերին միջամտությանը պաշտոնապես ուրվագծելով ընդունելի սահմանները եւ զգուշացնելով ուժ կիրառելու պատրաստակամության մասին։ Ըստ իրնագործակալության փաստաթղթում մասնավորապես ընդգծվում է, որ Իրանի անվտանգությունը, անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա չեն եւ անանցանելի կարմիր գիծ են։ Նշվում է, որ ազգային շահերի նկատմամբ ցանկացած ոտնձգություն կամ երկրի ներսում իրավիճակը անկայունացնելու փորձ կհանգեցնի համաչափ, ճշգրիտ եւ որոշիչ պատասխանի։ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ աջակցում է Վենեսուելայի լիազոր նախագահ Դելսի Ռոդրիգեսին եւ ազգային շահերի պաշտպանության ուղղված իշխանությունների ջանքերին։ Վենեսուելային պետք է տրամադրվի իր ճակատագիրը որոշելու իրավունքը առանց արտաքին որևէ ապակառուցողական միջամտության։ Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս ստեղծված իրավիճակի դեէսկալացիայի եւ առկա ցանկացած խնդրի լուծման օգտին կառուցողական երկխոսության եւ միջազգային իրավական նորմերի առաջին հերթին ՄԱԿ-ի կանոնադրությունը հարգելու միջոցով ասված է արտգործնախարարության հայտարարությունում։ Վենեսուելան կդառնա Միացյալ Նահանգների հիմնական դաշնակիցը Լատինական Ամերիկայում, հայտարարել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ եւ Նոբելյան դափնեկիր Մարիա Կորինա Մաչադոն։ Մենք անցյալում կթողնենք բոլոր ավերածությունները, որոնք երկրին հասցվել են սոցիալիստական եւ հանցագործ ռեժիմի օրոք, եւ Վենեսուելան կդարձնենք Ամերիկայի էներգետիկ կենտրոնը, նշել է Մաչադոն։ Նա միաժամանակ ասել է, թե շատ կցանկանար հնարավորություն ունենալ անձամբ Թրամփին փոխանցել Նոբելյան մրցանակը, որին ինքը արժանացել էր հոկտեմբերի 10-ին։ Այդ մրցանակին իդեպ հավակնում էր նաև Թրամփը։ Վերադառնանք Հայաստան, տարեսկզբից խառնաշփոթ է առողջության պարտադիր ապահովագրության համակարգում։ Ոլորտի պատասխանատուն այսօր թեժ գծերի հեռախոսահամարներն է հրապարակել սոցցանցով, որ խնդիրներին արագ լուծում տան։ Հիվանդները բողոքում են, որ գրանցվելու համար առմետ համակարգով նույնականացման հարցը չեն կարողանում լուծել։ Բժիշկները եւս բողոքում են հիվանդին զննելու փոխարեն շատ ժամանակ են կորցնում համակարգում նրանց ուղեգրելու ձևը հասկանալու համար։ Ինչու են առաջ եկել այս խնդիրները, եթե տարեվերջին ոլորտի պատասխանատուները վստահ հայտարարում էին, թե համակարգը պատրաստ է գործարկման։ Պարտադիր ապահովագրության ճեղքերի մասին Արմեն Նաթալյանի ռեպորտաժում։ Հայաստանում արդեն մի քանի օր գործում է առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգը։ Առողջապահության նախարարը Facebook-յան էջում գրել է, որ հունվարի 1-ից հունվարի 5-ը համակարգով արդեն գրանցվել է 2285 այց։ Նախարարը նաև հավելել է, թե իր կառավարած գերատեսչության թեժ գծի զանգերի կենտրոնի բուժաշխատողների ներգրավմամբ Telegram-յան խմբի միջոցով մշտական կապ է պահպանում քաղաքացիների եւ բժշկական կազմակերպությունների հետ, ընթացիկ խնդիրներին արագ արձագանքելու եւ ճիշտ ուղղորդելու համար։ Այս օրերին սակայն տեղեկություններ էին հրապարակվում, որ բժշկական կենտրոններում հիմնականում անպատրաստ են նոր համակարգի աշխատանքին։ Աշխատանքային վերջին օրը 2025 թվականի, դա դեկտեմբերի
30-ներ կազմակերպություններին դիմելու ձևաչափը դրվում է, որ կազմակերպությունները դիմեն ու մտնեն ապահովագրական համակարգ։ Շատ արագ առանց ընկալելու ինչ են անում։ Քաղաքացիների գերակշիռ հատվածը տեղյակ չէ, թե ի վերջո որ ծառայություններն են անվճար, որոնց համար պետք է վճարեն, իսկ որ դեպքում է գործում համավճար 50% քաղաքացին, 50% պետությունը։ Ըստ այդմ հստակ չէ բժշկական կենտրոնը, որը մերժում է այս կամ այն ծառայությունն անվճար մատուցել, վստահեցնելով, որ դա ապահովագրության մեջ ներառված չէ։ Խաբում է նրան, թե ոչ։ Տարվա մեջ 9-րդ շտապօգնության կանչը արդեն խնդրահարույց է, միայն հատուկ դեպքերում է պետք լինելու ապահովագրության շրջանակներում։ Օրինակ 78 տարեկանից բարձր քաղաքացիները էնդովասկուլյար միջամտություններից չեն օգտվելու։ Օրինակ 3 ստենտից ավել կորոնար անոթների ստենդավորման 4-րդ ստենդը արդեն լինելու է վճարով եւ այլն։ Այս մի քանի նման բաներ առանձնահատվել կան, բայց օրինակ մենք չգիտենք համավճարի չափը։ Առողջության ապահովագրության համակարգի հապճեպ ներդրման հետևանքով բժշկական կենտրոնները պետության հետ պայմանագրեր չեն հասցրել կնքել, նշում են մասնագետները։ Այսինքն հիմա կոպիտ ասած ամեն ինչ արվում է ջենթլմենական համաձայնության կանոններով։ Այդ պայմանագիրը պետք է ունենա հավելված, որ ցանկացած բժշկական կազմակերպություն հասկանա, թե ինքը որ ծառայություն է, ինչ սկզբունքներով եւ ինչ շրջանակներում է իրականացնելու չունեն այդ պայմանագիրը։ Եթե չունեն պայմանագիր, նույնիսկ եթե ընդառաջ են բանավոր նրանց հանձնարարվի, որ իրականացնեն ծառայությունների մատուցումը, շատ հեշտությամբ հիմնադրամը կհրաժարվի հիմնադրամը կատարած ծառայությունների համար բժշկական կազմակերպությունների փոխհատուցում իրականացնել։ Քաղաքացիները նաև տեղյակ չեն, թե իրենց դեկտեմբերի աշխատավարձից ի վերջո որքան գումար է պետությունը գանձելու, ուր են գնալու այդ փողերը եւ ով է դրանք տնօրինելու։ Մինչև հունվար ամսվա 20-ը գործատունները իրանց այն վարձու աշխատողների համար, ովքեր կհանդիսանան ապահովագրական վճարողներ, դա 200,001 դրամից սկսած աշխատավարձ ստացողներն են, պետք է պահեն եւ համապատասխան հիմնադրամի համապատասխան հաշվի համարին վճարեն, մեկ աշխատողի հաշվարկով 4800 դրամ, իսկ 6000 դրամը վճարում է պետությունը։ Մնացած 4800 դրամից եւս 4500-ը, այսպես ասած, զեղչվելու է, քանի որ զինապահ նույն 5000 դրամների հիմնադրամին փոխանցվող ամսական գումարը 5500 դրամից նվազեցվել է 1000-ի։ Տնտեսված 4500-ը ուղղորդվելու է առողջության հիմնադրամ։ Այսինքն 200-ից 500,000 դրամ վաստակողների աշխատավարձից 300 դրամ է փաստացի ավելի գանձվելու։ Կամ ինձ, որը կհետաքրքրի երևի մի քանի տեղ աշխատող անձանց, ովքեր այդ մի քանի տեղով կլինեն ապահովագրական վճարողներ, հիմնադրամը փաստորեն առողջության ապահովագրության այսօր վերցնում է անձանցից գործատուների միջոցով հավաքագրվող այդ վճարները եւ պատրաստակամություն է հայտնում փաստորեն ավել վճարած գումարները հետ տալ միայն հաջորդ տարվա ընթացքում։ Կա կարծիք, որ այս համակարգի հապճեպ ներդրման պատճառները քաղաքական են, մասնավորապես նկատի ունեն գալիք ընտրությունները։ Բացի այդ, 1000 դրամների հիմնադրամ գնացող եւ քաղաքացիներից ներգրավվելի գումարներով պետությունը պարզապես փորձելու է խնայել բյուջետային միջոցները։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Այս տարի մեկնարկում է հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարացնելու երկրորդ փուլը կփոխարինվեն ԱԵԿ-ի հովացման համակարգերը, որոնց տեղադրման աշխատանքների համար համաձայնություն է ձեռք բերվել Ռոսատոմի հետ։ Ատոմակայանի ռեակտորի կորպուսից մետաղի նմուշներ են վերցվել ստուգելու, թե որքան է այն ամրացել թրծումից հետո։ Անցած տարվա ընթացքում քննարկվում էին նաև Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու տարբերակները։ Էներգետիկ ոլորտի փորձագետները մի քանի տարբերակներ են առաջարկում, դրանցից են փոքր մոդուլային ատոմակայանները, որոնց հնարավոր կառուցման համար Հայաստանի կառավարությունը բանակցում է 5 երկրների հետ։ Անցած տարվա վերջին էլ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հայտնեց, որ ռուսական կողմը եւս պատրաստ է Երևանի հետ քննարկել այստեղ նոր ատոմակայան կառուցելու հարցը եւ որ գնդակը Հայաստանի դաշտում է։ Մոդուլային կայաններ շահագործելու փորձ գոյություն չունի։ Հայկական ինժեներական դպրոցը տասնամյակների վեր ունի ռուսական ռեակտորների շահագործման հետ աշխատելու փորձառությունը ինժեներական եւ էներգետիկ տեսանկյունից չկա այլ ընտրանք իրականում ռուսական VVR տիպի ռեակտորներից բացի։ VVR-ը դա ջրային, այսպես ասած, ռեակտորներ են։ Ամբողջ աշխարհում ապացուցել են իրենց հուսալիությունը։ Այս տարի ատոմակայանի կանգը մի փոքր ավելի երկար կլինի, քան սովորական եւ մտահոգություններ էին առաջ գալիս, թե արդյոք դա Հայաստանի էներգետիկ համակարգին լուրջ վնաս չի պատճառի։ Կարծում եմ, որ ոչ, որևիցե լուրջ եւ չկառավարվող խնդիրներ չեն առաջանա։
Կրկին դադար մեր եթերում կվերադառնանք րոպեներ անց։ Տարեց տատիկ պապիկների աչքը ջուր կտրեց, խոստացված խնամքն ու ժամանցը կուշանան, կառավարության ձախողված ծրագիրը։ Եվ ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին, որտեղ ձյուն կլինի, որտեղ մերկացառույց։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Հոգատար ձեռքեր, խնամք եւ ժամանց, որոնց կարիքը շատ ունեն տարեցները, կառավարության ծրագրով նախորդ 5 տարում բոլոր մարզերում տարեցների խնամքի ցերեկային կենտրոններ պիտի բացվեին։ Ծառայություններ ստեղծեին, որ այցելեին տատիկ պապիկների տուն նրանց խնամելու համար։ Ծրագիրը այդպես էլ չի իրականացել, մի շարք մարզերում այդ կենտրոնները պարզապես չեն բացվել։ Տարեցները աչքը ջուր կտրած սպասում են կառավարության խոստմանը։ Վայոց ձորի մարզում ապրող Լիանան երրորդ կարգի հաշմանդամություն ունի։ Ասում է, վատ չէ լինի, որ կառավարությունը կատարեր խոստումը։ Մարզում ցերեկային խնամքի կենտրոն բացեր։ Գոնե օրվա մեջ 1-2 ժամ կշփվեի, ժամանակ կանցկացնեի։ Սրտնեղում է։ Առօրյան հագեցած կլիներ եւ իմ նման մարդիկ ունեն դրա կարիքը շատ լավ կլիներ, էլի։ Այդ հոգատարությունը, այդ ամեն ինչը օգնել հագեցած կանցներ, լավ կանցներ, շատ հաճելի կլիներ, էլի։ Մենք եք զգանք, որ մենք էլ ենք ինչ որ մեկին պետք, ինչ որ բանի պիտան ենք մենք, էլի, թեկուզ ինչ որ մենք էլ այնտեղ մի բան անենք, չենք կարող ամասենք նորմալ շարժվել, բայց գոնե վերքերը աշխատում է, որ եթե աշխատանք անենք։ Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում որպես նպատակ արձանագրված էր տարեցներին մատուցվող խնամքի ծառայությունների բարելավումը, ինչպես նաև համայնքահեն ծառայությունների ներդրումն ու զարգացումը։ Նախատեսվել էր մինչև 2023 թվականը բոլոր մարզերում տարեցների համար ստեղծել ցերեկային կենտրոններ, նաև 3 ճգնաժամային կենտրոն եւ ընդլայնել տնային խնամքի ծառայությունները հանրապետության բոլոր մարզերում։ Այնինչ այս ծրագրածը ոչ միայն չեն ավարտել 2023-ին, այլև դեռ այսօր էլ ամբողջությամբ չեն կատարել։ Մինչև օրս նաև ոչ մի ճգնաժամային կենտրոն չի ստեղծվել։ Վայոց ձորից բացի կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի որոշմամբ ցերեկային կենտրոններ առաջնահերթ պետք է ստեղծվեին Արմավիրի, Արարատի, Արագածոտնի եւ Գեղարքունիքի մարզերում, հիմնվելով այդ մարզերում տուն-ինտերնատներում խնամվողների համեմատաբար մեծ թվի վրա։ Այս մարզերում ցերեկային կենտրոնների ներդրումը կիրականացվի 2027 թվականի բյուջետային հայտի շրջանակում, իսկ 2026 թվականի բյուջետային հայտով էլ նախատեսվում է տնային խնամքի ծառայություններ ներդնել այն մարզերում, որտեղ ցերեկային կենտրոններ չկան։ Սոցիոլոգը պնդում է, այս ծրագրերը պետք է պատշաճ իրականացնեին, որպեսզի տարեցները կարողանային ակտիվ մասնակցել հանրային կյանքին։ Կենտրոններում հիմա նախատեսում են տարեցներին եւ հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրել օրական մեկանգամյա սնունդ, սոցիալ-հոգեբանական աջակցություն, իրավական խորհրդատվություն, կրթաուսումնական եւ մի շարք այլ ծառայություններ, հիմնվելով նրանց հետաքրքրությունների վրա։ Ներառյալ ցերեկային կենտրոններում հնարավորություն է ընձեռում շարունակական կրթություն ստանալ, ենթադրենք համակարգչային դաշտում, ձեռագործի, ըստ նախասիրությունների մարդիկ կարողանում են իրար հետ համագործակցություն իրականացնել, ավելին նման կենտրոնները հնարավորություն են տալիս նաև հաղթահարելու սերունդների միջև կտրվածությունը, որտեղ համատեղ միջոցառումներ են կազմակերպում։ Սոցիոլոգն ասում է, ի վերջո ցերեկային կենտրոնների արկայությունը հնարավորություն է ընձեռում հաղթահարել տարեցների մոտ մշտապես արկա հաղորդակցության խնդիրները։ Ցերեկային կենտրոնները ոչ միայն խնամք են իրականացնում, այլ նաև ժամանցն են կազմակերպում, ինչը տարեցի համար ինքնադրսևորման հնարավորություն է։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Առեղծվածային եւ ողբերգական դեպք Լոռու մարզում շտապ օգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է բնակավայրերից մեկը, որտեղ տանը հայտնաբերել են 5 ամսական տղա երեխայի անշնչացած մարմինը։ Դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Հարազատները իրավապահներին հայտնել են, որ տանը երեխան հանկարծամահ է եղել։ Օրվա մյուս կարևոր լուրերը մեկ տեսաշարով։ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում այսօր առավոտյան լարված իրավիճակ է ստեղծվել։ Ոստիկանները շրջապատել են եկեղեցու մուտքը եւ Տեր Հայկ Քահանա Սահակյանին թույլ չեն տվել մուտք գործել եկեղեցի։ Ավելի վաղ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը հայտարարել էր, որ այսօր եկեղեցում պատարագ է մատուցելու կարգալույծ եղած քահանա Տեր Թադեն։ Ոստիկանների հետ քահանաների բանակցությունների ընթացքում եկեղեցուն է մոտեցել Թալինի քաղաքապետը եւ հայտարարել, թե թույլ չի տալու, որ Տեր Հայկը ոտք դնի եկեղեցի, քանի որ Սուրբ Ծննդյան պատարագը Տեր Թադեն է մատուցելու։
2026 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիության շնորհման կամ դադարեցման համար ժամադրությունները չեղարկվում են, քանի որ 2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը։ Այս մասին հայտնում է Բելգիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։ Քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու դիմում ներկայացնելու համար էլեկտրոնային հերթագրումները իրականացվելու են միայն քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով։ Հունվարի 1-ից անկախիկ գնումների դեպքում կենսաթոշակառուների հետվաճառը նախկինում գործող 12%-ի փոխարեն կդառնա 20%, իսկ հետվճարի առավելագույն չափը ամսական 6000 դրամի փոխարեն կսահմանվի 10000 դրամ։ Հետվճարի այս չափերը կգործեն մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածտնի մարզում Ամբերտ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերտ ամրոց եւ Քարիլիշ տանող ավտոճանապարհները։ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նայիրի, Վանքի, Սիսիանի, Գորիսի, Աշոտքի, Ամասիայի եւ Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Հայաստանի շախմատի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը նախորդ տարվա ընթացքում վաստակած մրցանակային գումարներով ընդգրկվել է աշխարհի լավագույն 3 շախմատիստների ցանկում։ Արոնյանն անցած տարվա ընթացքում մրցաշարերում վաստակել է $751,881։ Վաստակած մրցանակային գումարներով առաջատարը արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենն է $1,455,276 եկամտով։ Երկրորդ հորիզոնականում շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի նախկին հավակնորդ ամերիկացի Ֆաբիանո Կարուանան $889,000 եկամտով։ Արմեն Աթալյան, ժամլրատվական։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։